Հարգելի պատգամավորներ, բարի լույս։ Խորհրդարանական քարոզյան մեկնարկում է ռազմական քննարկումով պաշտպանական գերատեսչությունն առաջարկում է վերանայել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման հարցը։ Զինվորը պաշտպան հայրենյաց ծրագրով կյանքը բանակի հետ կապի, ատեստավորված կհամարեն ուսումնական փուլի ավարտին հանձնած քննությունների արդյունքով, եթե նրան նշանակում են իր ռազմական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Օրենսդիրներին առաջարկում են նույն տարբերակով կարգավորել նաև ռազմաուսումնական հաստատություններն ավարտած ու դարձյալ համապատասխան զինվորական պաշտոնի նշանակված ծառայողների հարցը։ Նրանց էլ ավարտական քննությունների արդյունքներով ատեստավորված կհամարեն։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Հայրենյաց պաշտպանների առաջին պայմանագրի ժամկետը լրանա այն երկարացնելու ցանկություն ունենան, ծառայության ավարտին պատվովճար կստանան 2 տարվա համար 1.5, 5 տարվա դեպքում ճիշտ 5 միլիոն։ Նյութական լրացուցիչ մոտիվացիա է, իսկ պաշտպանության նախարարին պատգամավորները հարցեր տալ չեն կարող։ Նախագծի երկրորդ ընթերցումն է։ Առաջինի ժամանակ կառավարությանն առաջարկներ չեն արել։ Փոխարենը Սուրեն Պապիկյանը հարց ունի խորհրդարանականներին։ Ասեք մի մասնագիտություն, որը բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ, բնակարան, այսինքն մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ, եւ հարցս հետեւյալն է. ընտրեք մասնագիտություն, որը ավելի լավն է։ Կարծում եմ ամենալավը եւ ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է։ Կառավարությունը վարկ է ուզում վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից ջրի, ոռոգման ու առհասարակ մեր երկրում այս ոլորտի ծառայությունների որակը բարձրացնելու համար 70 միլիոն 400 հազար եվրո բանկը կտա, նույնքան էլ զարգացման ֆրանսիական գործակալությունը կֆինանսավորի։ Զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև շատ կարևոր այսպես կոչված soft բաղադրիչ ենք ունենալու, այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տարբեր քաղաքականությունների վերանայում եւ որ շատ կարևորում եմ ազգային կենտրոնի ստեղծում, որը ապագայում հույս ունենք կդառնա լուրջ պետական ռեսուրս։ Ջրային կոմիտեի նախագահի զեկույցից դժգոհ են ընդդիմադիրները, վարկային համաձայնագրի մասին մի երկու բան ասեք Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանն է հստակեցում պահանջում։ Ժամկետը, գումարը, արտոնյալ ժամանակահատվածը, դա մասին ոչ մի խոսք չկար։ Ինչքան է կազմելու օրինակ հիմնական միջոցներում ներդրումները։ Եթե նկատի ունեք ֆինանսական պայմանները, դրանք մենք ձեզ ներկայացրել ենք, կարող ենք նորից ներկայացնել, չգիտեմ կոնկրետ որ պայմանն եք ուզում, ես հիմա բարձրաձայնեմ, այդքան ժամանակ ճիշտ ասած չկա։ Ժամանակը չի բավարարում նաև ընդդիմությանը, հիշեցնելու, որ տևական ժամանակ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից ահազանգում էին մոտալուտ ճգնաժամի մասին, որ օրերս թակեց մեր դուռը։ Տեղեկացանք, որ ջրամատակարարող ընկերությունն անցնի ամառային գրաֆիկին, կեսգիշերից մինչև լուսաբաց ջուր չենք ունենա, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Տարածքային կառավարման նախարարը ժամեր հետո ասում է, դե զանգեցինք, կարգավորեցինք, կառավարության միջամտությամբ ու հրաշք։ Կառավարության միջամտությամբ այլևս այդ ժամանակացույցը չի փոխվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա հարց. այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ կառավարության զանգով դից կարգավորվում է։ Եթե մենք նման նպատակ ունենայինք մոլորության մեջ գցելու մարդկանց, մենք չէինք ասի, որ այո թաղամասեր լինելու են, որ 17-ժամյա գրաֆիկ են ունենալու։ Չէինք ասի, որ այո կլինեն բարելաված ժամանակացույցով թաղամասեր, բայց այդ բարելավումը կլինի օրինակ 3 ժամվա, 4 ժամվա բարելավում։ Ջրամատակարարման վերջնական գրաֆիկը դեռ չկա, լինի միևնույն է թաղամասեր կունենանք, որտեղ շուրջօրյա ջուր այսպես թե այնպես չի լինի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։